Դուրվա մեր հյուրն է պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Բալայանը։ Պարոն Բալայան, խնդրեմ մի քիչ պատմեք ձեզանից։ Ծննդով Արցախից եմ, Մարտունու շրջանի Գիշի գյուղից։ Երկար ժամանակ աշխատել եմ Արցախի պետական համալսարանում, այդպես տարբեր պաշտոններ պատմության ամբիոնի վարիչն եմ եղել, պետական համալսարանի պրոռեկտորն եմ եղել։ Ժամանակին Արցախի հանրապետության 4 գումարումների պատգամավոր եմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ վերջում, այսօր շարունակում եմ այդպես մնում, նաև իսկ մինչ այդ Արցախի հանրապետության ազգային ժողովի փոխնախագահն եմ եղել։ Զբաղվում եմ գիտությամբ, հիմնականում հայոց արևելից նահանգների պատմության հարցերով, այսինքն խոսքը վերաբերում է Արցախի գուտիկի ինչ-որ չափով Սյունիքի պատմության այսպես հարցերով եմ զբաղվում։ Արցախը ինչքանով էր կապված Սյունիքի եւ Վայոց ձորի հետ եւ հիմա էլ ինչ կապ կա։ Պատահական չէ, որ Արցախը ժամանակին կոչվել է նաև փոքր Սյունիքի կոչվել, որտեղ ինքը մի աշխարհ է եղել Սյունիքը եւ Արցախը, միասնական այդպես հայոց թագավորության մեկ միասնական երկիր է եղել։ Ու հետագայում արդեն ինչպես ասում են վարչականորեն առանձնացվել է այդպես եւ Արցախը եւ Սյունիքը առանձին նահանգներ էին, որպես այդպես հանդես գալիս։ Բայց այդ կապը հարաբերությունները մշտապես եղել է դրա վկայությունն է շատ ավանդույթներ, սովորություններ, որ գոյություն ունի թե Արցախում, թե Սյունիքում։ Ասենք մեր բարբառը նույն ձևով է խոսքս վերաբերում է ավելի շատ Գորիսի, Կապանի հատվածներին, Սյունիքի աշխարհի հատվածներին եւ ընդհանուր առմամբ մեր պատմությունն էլ ինչպես ասում են միախառնված է եղել ժամանակի ընթացքում, ինչպես ասում են Արցախի իշխանական տան ներկայացուցիչները ամուսնանում են Սյունիքի իշխանական տան ներկայացուցիչների հետ, այդպես այդ հարաբերությունները կար միասին թշնամիներին էին դիմակայում, միասին երկիրն էին կառուցում հայոց արևելից հետ հատվածները։ Այս տեսանկյունից մշտապես այդ կապը եղել է եւ պատահական չէ, որ ասենք Արցախի իշխանական տների ներկայացուցիչներից մեկը Խաչենի իշխանական տների ներկայացուցիչներից մեկը Ղաբակյանները իրենց ծառայությունների համար Զաքարյաններից նույնպես այն ժամանակ կոչվում էր արյան գին, իսկ իրենց ծառայությունների համար հայրենիքին ծառայելու համար Վայոց ձորից, Այրարատից գալվածներ են տրամադրել նրանց եւ իշխանական այդ տունը մի մասը տեղափոխվել եւ հաստատվել է Վայոց ձորի Բոլորաբերդ եւ Վերնաշեն գյուղերում իրենց հետ միասին այստեղ են տեղափոխվել նաև մեծ քանակությամբ արցախցիներ, այսինքն Բոլորաշենի եւ Վերնաշենի բնակիչների մի զգալի մասը ցակումով այս կարմատներով փաստորեն Արցախից են տեղափոխված 13-րդ դարում։ Այդ ձևով մենք կարող ենք նաև ասել Մարտիրոս գյուղի մասին, որը Արցախի հանրապետության բնակավայրերից մեկն է եղել այս վերջին շրջանում, այդ գտնվում էր փաստորեն Քաշաթաղի շրջանում, Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանում, Հակարի գետի վերին հոսանքում էր գտնվում, Բրջանիս վտակի անմիջապես այսպես հարևանությամբ էր գտնվում եւ այդ գյուղը 19-րդ դարի հայկական այդ գյուղը եղել, սակայն 18-րդ դարի վերջերից Ղարաբաղի խանության գոյության ժամանակահատվածում քրդերը սկսել են մտնել այս տարածքները, թարաբես Արաքսի ափից սկսած բարձրանալով մինչև Սյունիքի բարձրավանդակ, մինչև փաստորեն Քաշաթաղի, Քարավաճառի այդ բարձուկները եւ քրդերը սկսել են մտնել այդ տարածքները եւ ճնշել հայերին ու հայկական բնակչությունը զգալի մասը ուրեմն արտագաղթել հեռացել են իրենց պատմական հայրենիքի հատվածներից
եւ իրենք հիմնավորվել են այդ տարածքում այդ թումնայի Մարտիրոս գյուղում են հիմնավորվել անոնը փոխել են դարձել են Արտուշլի ինչպես հայկական մյուս բնակավայրերը այսօր եթե դուք ադրբեջանական լրատվամիջոցները նայեք ապա նրանք անդադ խոսում են ոչ միայն Արցախի տարածքի այլ նաև Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի տարբեր բնակավայրերի մասին եւ այդպես այլ ցակունաբանությամբ են այսպես փորձում ներկայացնել ասեմ որ ժամանակի ընթացքում փաստորեն մամեդական ցեղերը գրավելով այդ տարածքները հայկական բնակավայրերի մի մասը թարգմանաբար են սկսել ներկայացնել իրենց լեզվին համահունչ միացնումները ժամանակի ընթացքում այսպես փոխվել են բարբարեցրել են իրենց եւ սկսել են ասել որ դա մերն են բայց իրականության հետ դա որևէ այդպես առնչություն իրենք ընդհանրապես որևէ կապ չունեն թե Արցախի բնակավայրերի հետ թե Սյունիքի բնակավայրերի դուք գիտեք չէ անդադ խոսում են արևմտյան Ադրբեջանի հասկացության մասին Վայոց ձորի թե Գեղարքունիքի եւ ընդհանրապես որևէ տարածքի հետ որևէ կապ չունեն իրենք պարզապես մեկ էլ եմ ուզում շեշտել որ 18-րդ դարի վերջից 19-րդ դարի սկզբից նրանք սկսել են մտնել այդ տարածքները եւ ըստ էության Սյունիքի եւ Արցախի միջև այսպես մի սեպ է առաջացել հետագայում այդ սեպը խորհրդային Ադրբեջանը օգտագործեց որպեսզի ավելի հեռացնի հայկական երկու տարածքները խոսքը վերաբերում է հետագայի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւ խորհրդային Հայաստանի մասին է խոսքը վերաբերում եւ ստեղծվել է փաստորեն Կարմիր Քրդստանը եւ 1923 թվականին այդ Կարմիր Քրդստանը որ ստեղծվեց Արցախի Քաշաթաղի եւ Քարավաճարի մի մասի վրա այդ տարածքների վրա այդ նույն Մարտիրոս գյուղը հայտնվեց փաստորեն Կարմիր Քրդստանի կազմում, այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից փաստորեն դա առանձնացվեց ոչ միայն այդ գյուղը, այլ ընդհանրապես Քաշաթաղի շրջանի բոլոր հարյուրավոր հայկական գյուղեր կային, դրանք բոլորը այդպես առանձնացվեցին եւ այդպես միացվեց Կարմիր Քրդստանին իսկ արդեն 1930 թվականին երբ այդ Կարմիր Քրդստանը լուծարվեց ստեղծվեց Լաչինի շրջանը մեջ այդ Արտուշլին արդեն այդպես էր կոչվում Մարտիրոս գյուղը այն ժամանակ 30 թվականին եւ մտցվեց Լաչինի շրջանի կազմի մեջ հետագայում արդեն դուք գիտեք Արցախյան շարժումը պատերազմը եւ այդ պատերազմի արդյունքում փաստորեն 1993 թվականին Արցախի պաշտպանական բանակը պաշտպանության բանակը կարողացավ ազատագրել հայրենի այդ տարածքները, այդ թունար Մարտիրոս գյուղը եւ այս նորից հայ մարդը սկսեց ապրել, արարել ինչպես ասում են, կյանքն էին կազմակերպում, հիմնականում զբաղվում էին այսպես մարդիկ անասնապահության, բայց դուք որ Այսօր չարագույժ պատերազմը 2020 թվականի, որ կոչվում են 44-օրյա պատերազմ, դրա հետևանքով դու ճիշտ է տարածքները թուրքերը չգրավեցին, բայց այդ նոյեմբերի 9-10-ի այդ համաձայնագրով, այդ համաձայնագիր հայտարարությամբ փաստորեն այս տարածքները հանձնվեց Ադրբեջանին եւ այսօր ոչ միայն այդ տարածքները, այլ նաեւ ամբողջ Լեռնային Արցախի հանրապետության ողջ տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից եւ այդ վիճակն է այսօր այդ վիճակն է իհարկե ժողովուրդը ոչ չի կորցնում որ ժամանակի ընթացքում կարծում եմ նաեւ լավ աշխատանքի բակալիացիոն հնարավոր կլինի հավաքական վերադարձ կազմակերպելու եւ հայ մարդը նորից կշարունակի ինչպես ասում են ապրել իր հայրենի օջախում իր հայրենիքի հետ հատվածում որը հազարամյակներ շարունակ հայկական է ինչպես ասում են եղել վերադառնալով Վայոց ձորին ասեմ որ Աստորեն հենց Վայոց ձորի Մարտիրոս գյուղն հիմնադրվել են Արցախի Ղաբակյան իշխանական ներկայացուցիչ Ռոշ իշխանի կողմից ինքը Պաստորեն Զաքարյանների ժամանակ 1284 թվականին Զաքարյան այդպես
բանակի սպարապետն է եղել եւ Փաստորեն 1283 թվականին Մարտիրոս գյուղում այդ խաչքարը այսօր է պահպանվում մեծ խաչքար եւ արձանագիր խաչքար է որտեղ ներկայացված է որ Դերիկի որդի Մխիթարը ուրեմն իշխան բրոշի եւ նրա որդու Հասանի հանրարարականով փաստորեն ստեղծել են այդ գյուղը, Մարտիրոս գյուղը, Վայոց ձորի Մարտիրոս գյուղը, բայց պիտի ասեմ, որ պատմական սկզբնաղբյուրները վկայում են, որ Մարտիրոս գյուղը ավելի հին է, քան թե ասեք 13-րդ դարում է ստեղծել, ամենայն հավանականությամբ այդտեղ փոքր բնակավայր է եղել, պարզապես Պրոշ իշխանի ժամանակ այդ ամենը այդպես մեծացվել է, օրինակ Ստեփանոս Օրբելյանը ասում է, որ նշում է, որ 462 թվականից այդ գյուղը կար, Մարտիրոս գյուղը, այդ գյուղը Մարտիրոս է կոչվում, այդպես է նշել 462 թվականին, բայց կարծիք կա, որ այդ գյուղի տեղը այլ անուն գրող, ինչպես ասում են, գյուղ է եղել, Հողացի մաննով, այդ նույն գյուղն է, որտեղից ունունդ է նաև նշանավոր Փաստորեն մեր կաթողիկոսներից մեկը Հոսեփ Վայոց-Ձորցին, որ հայոց կաթողիկոսներից մեկն է եղել եւ մասնակցել է Վարդանանց պատերազմին, Ավարայդի ճակատամարտին, հերոսացել է այդ պայքարում նա եւ ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ ինչպես Արցախի Մարտիրոս գյուղը, այդպես նաեւ Վայոց ձորի Մարտիրոս գյուղը պատմական գյուղեր են, որի շրջակայքում եղել են բազմաթիվ մատուրներ, եկեղեցիներ, բաներ, ամրոցներ, ցավոք սրտի Արցախի Մարտիրոս գյուղը եւ քրդերը բնակեցին եւ այդպես մի 150 տարի այդպես ապրեցին, այդտեղ լիովին ոչնչացրել են այդ ամենը, բարեբախտաբար Վայոց ձորի Մարտիրոս գյուղի մոտ այսօր պահպանվում են հայկական մշակութային արժեքները, ասենք օրինակ Գայանե Հռփսիմե մատուրը եւ նմանատիպ այլ ինչպես ասում են կառույցներ պիտի ասեմ որ հենց Խաղաբակյան իշխանները Պրոշի անունից այնքան հայտնի գործիչ է եղել որ այդ տունը հետագայում Վայոց ձորում կոչվել է Պրոշյաններ եւ հենց նրանք են որ նրանց պատվերով որ կառուցվել է նշանավոր Գեղարդավանքը այդ վանքը այսօրվա մեր հիասքանչ բանական համալիրներից մեկը նույնպես որ այդ կապերը Սյունիքի Արցախի բավականին այդպես սերտ է եղել դրա շուրջ կարելի է շատ երկար խոսել կարծում եմ այսքանով կարելի է բավարարվել այս պահին Վայոց ձորի Մարտիրոսը միակ գյուղն է չէ որ անունը չի փոխվել Մարտիրոս դրվել եւ այդպես էլ մնացել է միջի օրս 462 թվականին, ինչպես Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ այն ժամանակ այդ կոչվում էր Մարտիրոս, առ այսօր Փարքաստո պահպանում է։ Ինչպիսի դրվական պատմություն կհիշեք հայ զինվորի հետ կապված, որ կպատմեք ձեր սերունդներին։ Կամ միգուցե շատ դրվագներ։ Գիտեք, քանի որ Արցախյան շարժումը այդ ամեն իմ աչքի առաջ է եղել եւ ես շատ եմ շփվել մեր հերոսների հետ մի քիչ դժվարանում եմ այդպես առանձին անուններ տալ որտեղ իսկապես դրանք շատ են իսկապես մեր այդպես լուսահոգի այդ տղաները որոնք զոհվել են մի մասն էլ իդեպ ասեմ կրվել են, պայքարել են, Արցախ են ազատվել, այսօր էլ ինչպես ասում են ապրում են, բայց բնականաբար այդպես
երկու կերպարի երկու մարդու մասին կարելի է այդպես առանձին շեշտել դա այսինքն որպես զինվորականների է խոսքս վերաբերում է Մոնտե Մելքոնյանին, որը Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է, այսինքն իմ հայրենի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է, բազմիցս այդպես հանդիպել եմ հետ, ինչպես ասում են, եւ կիսվել ենք, խոսել ենք իրար հետ, նրա կյանքի պատմությունն ես լավ եմ տիրապետում եւ ոգևորող է եղել եւ ասենք օրինակ Աշոտ Բեկորը, որը ազգագրական շարժման առաջի էտապում փայլուն ձևով կարողացավ այդ բանակի կազմավորման առաջի շրջանում իր առաքելությունը կատարել եւ բուն Արցախի տարածքում եղած այդ օժախները վերացնել, որոնք պատուհաս էին դարձել Արցախայության համար, այնպես որ այդ մարդիկ իրենց գործունեությամբ, իրենց առասպածով մեծ հետք են թողել մեր պատմության մեջ, չնայած նրանք այսօր չկան, ցավոք սրտի նրանց արած գործը այսօր ինչպես ասում են ինչ-որ մտեղ արդեն մեզ համար շոշափելի չի, շոշափելի ես նկատի ունեմ, որ արդեն այս պահին ամենայն դեպս այդ տարածքները, որոնք ազատագրվել են այդ մարդկանց արյան քննքի գնով, ցավոք սրտի այսօր ճշնամական երկրի տիրապետության տակ է գտնվում եւ կարծում եմ, որ ժամանակը կգա եւ արդարությունը կվերականգնվի։ Հաջողություն լինի։ Դուք ինչպես եք կարծում, ինչպես կարող ենք մեր սերունդներին փոխանցել այդ պատմությունը, որպեսզի մեր թշնամու կողմից չայլայլվի եւ չփոխվի։ Մենք կարողանանք ունենալ ապացույցներ մեր պատմության մասին։ Գիտեք, իհարկե ամենից հենց պատմությունը, պատմագիտությունը, ինչպես ասում են, դրան է ծառայում, դրա օրինակը մենք ունենք վաղ միջնադարյան ժամանակահատվածից խոսքս վերաբերում է Վարդանանց պատերազմին, երբ Եղիշեն այդ ամենը, ինչպես ասում են, Վասն Վարդանի եւ Հայոց պատերազմի այդ աշխատությամբ ներկայացրեց մեր ազգագրական պայքարը եւ դարեր շարունակ Վարդան Մամիկոնյանը իդեպ զորում եղել մեծ փավայրեր կան նրա անունով կոչվող Վարդանանք հերոսացան եւ իրենց անունը թողելով պատմության մեջ բազում սերունդներ դաստիարակեցին իրենց արած թողած գործերով այդ նույն ձևով կարծում եմ այսօրվա պատմաբանները մտավորականները նույնպես այդ ամենը պետք է հավաքագրեն 3 տարերի անընդհատ կատարած աշխատանքի պայքարի արդյունքներ, որ 1918 թվականին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Ճիշտ է, մեկ-մեկ այսօր եմ լսում, երբեմն այդպես չկայացած քաղաքական գործիչներ կան, որ այդպես բանով են իրոնիայով են նայում այդ ամենը, այսինքն ֆիդայական շարժում, այս մեկ մյուս այդպես որոշակի բաներ են ասում, եթե հերոստատեսությամբ նայեք, ֆիդայիների հասցեին են ինչ-որ բաներ ասում, բայց պիտի ասեմ, որ հենց այդ մարդիկ 19-րդ դարում նրանք զենք վերցրեցին եւ հայ մարդուն ասացին, որ ամեն ինչ կորած չի, կարելի է պայքարել ու հասնել հաջողության։ Եվ իրենք իրավացի են, իրենք ճիշտ էին։ Ճիշտ էին այն առումով, որ այդ պայքարի արդյունքում մեկը մյուսին փոխանցելով Անդրանիկ, աղբյուր սերոբ, հետագայում Նիկոլ Դուման, եւ այսպես անունները շարունակել մարդիկ, որոնք իրենց ուսերի վրա այդ բեռը տարան եւ հնարավորություն ստեղծեցին, որպեսզի 1918 թվականին Մանուկյանի եւ մյուս գործիչների նման մարդիկ կարողանան իրենց շուրջը համախմբել օգտին հիմնել Հայաստանի առաջին հանրապետությունը, այսինքն փաստորեն նորագույն ժամանակաշրջան պետական բազում դա մենք երրորդ հազարամյակից պետականություն ենք ունեցել, բայց ցավոք սրտի այս կամային իրադարձությունների ազդեցությամբ օտար ցեղերի արշավանքների տարածաշրջանի կայսրությունների շահերի բախումների կիզակետոն ցավոք սրտի Արցախի հանրապետության կորստից հետո այնուամենայնիվ մենք պետք է
Հայաստանի Հանրապետությունը փայփայենք, պահենք, հզորացնենք ապագայի համար, որովհետև ես կարծում եմ, մտածում եմ, որ հզոր Հայաստանի միջոցով պետություն ունեցող հզոր Հայաստանի միջոցով կարելի է մեր ազգային խնդիրները լուծել։ Շատ լավ ասացիք։ Որպես արցախյան պատմաբան, այժմ էլ հայկական հայաստանյան, ինչ խորհուրդ կտաք մեր սերունդներին, այսօրվա բանակնացող երիտասարդներին։ Գիտեք, պիտի ասեմ, որ առաջերտին, որ իսկապես այդ ծառայությունը դա պատվաբեր է, այսինքն հայոց բանակում։ Այսինքն մենք իսկապես ամեն մի հայ քաղաքացի պետք է հասկանա, որ այդ բանակում ծառայելու միջոցով մենք կարող ենք Հայաստանը պահել, հայկականությունը պահել, մեր ժողովրդի ինքնությունը պահել, այ նաև տեսեք փաստորեն աշխարհը այլ օրենքներով է ապրում հիմա։ Եթե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշակի համակարգ է ձևավորվել եւ աշխարհը որոշակի այդպես իրավական նորմերի մեջ էր ապրում, ցավոք սրտի այս վերջին շրջանում մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմը դա ապացուցեց, որ օրենքը իրավունքը դերևս այդպես այն հիմնական ռեսուրսները չեն, որոնց միջոցով կարելի է ապրել, արարել։ Այսինքն ցավոք սրտի ես ցավով եմ դա նշում, պարզվեց, որ այսօր աշխարհը ավելի շատ տիրում է ուժի իրավունքը։ Եվ դրա մասին տարբեր երկրների մեր հարևան երկրի ղեկավարը անդադ դրա մասին է խոսում, չէ՞, անդադ խոսում է, որ ուժով մեր իրավունքը վերականգնել ենք, այսինքն փաստորեն մարդկանց տարածքները բռնազավթել են, դա համարում են, որ իրենց իրավունքն է վերականգնել, կամ աշխարհի մյուս լիդերները եթե նայում եք, տեսնում եք, ապա նրանք էլ անդադ խոսում են, որ ուժի միջոցով այս հարցն են փորձում լուծել, մյուս հարցն են լուծում, ցավոք սրտի, եւ այս տեսանկյունից մեր ամեն մի քաղաքացի, մասնավորապես բանակում ծառայող մեր երիտասարդները պետք է այդ ամենի ընկալումով ծառայեն հայրենիքին, այսինքն հասկանալով, որ բանակ ունենալու պարագայում մենք կարող ենք տարածաշրջանում ապահով ենք զգալ, այսինքն իրենց ծնողները, մայրերը, քույրերը, եղբայրները եւ դարապես հայությունը կարող է հանգիստ ապրել, եթե ունի հզոր բանակ։ Սա միանշանակ պետք է ֆիքսենք, արձանագրենք, որ դա է միակ ճանապարհը, մանավանդ ներկայումս այս շիկացած երկրագնդի վրա եւ ես կցանկանայի, որպեսզի իրավամբ նրանք խաղաղության պայմաններում ծառայեին եւ համոզված եմ, եթե իրենք ուժեղ լինեն, ապա խաղաղության պայմաններում կծառայեն։ Այսինքն, եթե մենք ուժեղ լինենք, այսինքն աղերսանքներով, բանով այդպես խաղաղություն չի լինում։ Մորալով, աղերսանքներով խաղաղություն չի, խաղաղությունը դա ուժի միջոցով է լինում։ Այսինքն, այդ պատվարժան, պատվաբեր խաղաղությունը դա է եւ դա է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդը իր հայրենիքում ապրի, արարի, ստեղծագործի, այսինքն մի խոսքով այդ գիտակցումով պետք է մեր բանակը հզորացնենք, ամրապնդենք հենց այդ երիտասարդների միջոցով, որոնք այս օրերին մեկնում են հայոց բանակ ծառայության։ Իրենց հաջողություն լինի, խաղաղություն լինի։ Այո։ Ճիշտ է։ Այո, կանանք որպեսզի այո, իսկապես ես նորից եմ կրկնում խաղաղության պայմաններում ծառայեն, իսկ այդ ամենը շատ դեպքերում նաև իրենց ձեռքերում է, այսինքն եթե լավ ծառայեն, բարեխիղճ լինեն, նվիրված լինեն, ապա անպայման մենք դա մեր կյանքում ապացուցել ենք արդեն մի անգամ, այսինքն մենք 91-94 թվականին երբ հաղթական պատերազմը ավարտվեց, մենք երկար ժամանակ խաղաղության պայմաններում էինք ապրում, այսինքն հասկանալի է սահմանի վրա անհանգիստ էր վիճակը, բայց բոլորը գիտեին, որ հայոց բանակն էր այնտեղ կանգնած եւ հայ զինվորները պարտ իսկապես կանգնած եւ տարածաշրջանում մեր երկիրը այլ արժեք ուներ, այսինքն Արցախի հանրապետության դեպքում այլ արժեք ուներ, այսինքն գիտեին, որ տարածաշրջանում կա մի երկիր, որը ունի բանակ, ունի հզորություն եւ նրա հետ ուժի դիրքից չի կարելի խոսել, այդ վիճակում էինք մենք։ Կարծում եմ հենց դա է պատճառը, որ հունվարի 27-ին որոշեցին հայտարարել սգո օր, իսկ հաջորդ օրը մեր բանակի օրն է, որ մարդիկ
ճիշտ է մեկը սուք է, մեկը տոն, բայց ամեն դեպքում չմոռանան իրանց հիշատակը, իրանց զոհված զինվորները եւ հաջորդ օրն է տոնել, որ ունենանք ուժեղ հզոր բանակ, որ կարողանան պահել մեր սահմանները։ Ինչ եք կարծում դրա վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այո, ես ընդհանրապես գտնում եմ, որ իհարկե ցավոք սրտի դժբախտ իրադարձությունները զարգացումները մեր դարերի ընթացքում մեզ ուղեկցել է, բայց ավելի շատ մարդկանց պետք է այդպես դրական բան այդպես մատուցել այն առումով, որ այո, նշենք այո բանակի տոնը նշենք, ինչ իմանա մեր հաղթանակների տոնը նշենք, այդպիսի տոներ մենք պետք է ունենանք, որ մարդը իմանա, որ իսկապես մենք ինչպես ասում են, մենակ չենք նշում, այդպես կորուստները չենք նշում, այլ նաև միաժամանակ նաև մեր հաղթանակներն են։ Իդեպ ես ասեմ, որ այդ կորուստներով են նաև մեր հաղթանակները կերտվել, այսինքն այն տղաները, որոնք զոհվել են, արյուն են թափել, նրանց արածի արդյունքում է հենց այսօր Հայաստանի ուղղությունը պայմանավորված։ Այսինքն երիտասարդ տղաները այդպես 18 տարեկան, 20 տարեկան, այսինքն մարդիկ, որոնք ինքնամոռաց ինչ որ ձևով կռվեցին թշնամու դեմ, իմանալով, որ ինչպես ասում են, դրված է նաև իրենց կյանքի հարցը, բայց իրենք անտեսեցին այդ ամենը, իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին եւ ես ցանկանում եմ, որպեսզի այդ ընտանիքները, այդ կորուստներ ունեցած ընտանիքները այսուհետ չունենան այդ ամենը եւ բարգավաճեն եւ հպարտանան իրենց որդիներով, որ իսկապես ունեցել են արժանի զավակներ։ Այո, խոնարհվենք մեր զոհված զինվորների առջև, շնորհակալություն հայտնենք իրենց շնորհիվ, որ մինչև այսօր մենք ապրում ենք մեր հողում, եւ նաեւ շնորհակալություն հայտնենք մեր զինվորներին, որ այսուհետ էլի ապրելու ենք մեր հողում, իրենց անդորը հսկելու շնորհիվ։ Այո, ես էլ եմ միանում իսկապես մենք պետք է այդ մարդկանց միշտ շրջապատած մենք այն մարդիկ, որոնք որդիներ են կորցրել, հարազատներ են կորցրել, դա իսկապես ծանր բան է, բավականին ծանր բան է։ Այսօր եթե դուք հերոստատությունով նայում եք, տեսնում եք մարդիկ, որոնք ասենք 23 թվականի սեպտեմբերի 19-ի զոհվել են, պարզապես հուղարկավորել են եւ հարազատները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության տարածքը, այնտեղ ասենք շիրիմաքար չկա դրված կամ ինչ որ մի բան, այսինքն այդպես ցավալի բաները շատ են, որ մենք մեր պատմության մեջ եւ մանավանդ վերջին ծրանի զարգացումների այդպես ականատես եղանք, ցանկանանք, որպեսզի իսկապես այդ ընտանիքները դժվարությունները այսուհետ չունենան եւ ընդհանուր առմամբ հայոց երկիրը դժվարությունները չունենա եւ բարգավաճի, զարգանա, ապրի խաղաղության պայմաններում եւ առավել շատ համերաշխ ձևով։ Այսինքն բոլորի մենք փոքր ժողովուրդ ենք թվականակով, ես անչափ կարևորում եմ, որ իսկապես համախմբված ապրեն ժողովուրդը։ Գիտեք, երբեմն երբ նույնիսկ այդ սովորական տրանսպորտով որ գնում ես այդ խոսակցությունները լսում ես Ղարաբաղցի, հայաստանցի, ինչ իմանամ ես տեղացի են, մյուս տեղացի, այսինքն գիտեք, դա վայել զրույցներ չի են առումով, որ մենք ժողովուրդ ենք եւ ունենք մեկ խնդիր, այդպես չի որ սկսենք, գիտեք, բաժան անել իրար կամ ասենք հիմա կապ չունի պրոբլեմը որտեղ է, բոլորս էլ միասին պետք է այդ պրոբլեմի համար պայքարենք, փորձենք լուծումներ տալ, ինչպես ասենք օրինակ ժամանակի ընթացքում հիմա Սարդարապետի ճակատամարտը եղել եւ Արցախից մահապարտների գունդը եկել են կռվել են, ասենք մեր հարազատներից են ասենք զոհվել այդ ամենի այդ բանում այդ ճակատամարտում եւ որպեսզի այսօր Երևանում մարդիկ հանգիստ ապրեն, պետություն ունենանք, այդ նույն ձևով այստեղ ծնված մեծացած Երևանում ծնված կամ Բայկում ծնվածը 90-ական թվականներին կռվել է Արցախի տարածքում, որտեղ դա իր հայրենիքի մի հատվածն է, եւ դա նորմալ է, եւ դա շատ բնական է, այդպես պետք է լինի, այսինքն ձեր ձեռքի տված մենք պետք է փորձենք մեկ միասնական երկիր պահենք
սիրո հողի վրա իրար հարգելով, իրար սիրելով, իրար հարգելով սա անչափ կարևոր է եւ մեզ բոլորիս համար դա պետք է ինչպես ասում են ուղենիշ լինի, որովհետեւ Քարենցյան հայտնի խոսքերը ով այ ժողովուրդ քո փրկությունը քո միասնականության մեջ իսկապես չի ասված, այդպես պետք է լինի։ Շատ ճիշտ եք ասում, եթե համախմբվենք միասնական իրար հարգելով, սիրելով, զիջելով, ուժեղ կարող ենք եւ հաղթահարել ցանկացած թշնամու դեմ։ Շնորհակալ եմ ձեզանից շատ։ Խաղաղություն լինի մեր երկրում, մարդիկ խաղաղ, անհոգ ապրեն, միայն իրար որ հարգեն, սիրեն է, բայց եթե հարգեն էլ արդեն սիրել են ինքնին կստացվի։ Ձեզ ուժ եռանդ հաջողություններ եմ ցանկանում։ Շնորհակալություն ձեզ նույնպես, տեսություն։